Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը կհանվի։ Կառավարության նիստում ներքին գործերի նախարարը ներկայացնում է օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր պրոցեսների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Համանման մեխանիզմ այս պահին կա եւ այն պետք է դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում։ Իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Անդրադառնալով համայնքային ոստիկանությանը Արփինե Սարգսյանն ընդգծում է մոտ 700 թափուր հաստիք ունեն, որոնք համալրման կարիք ունեն։ Նոր փոփոխությունը նաև դրամական բարելավման կբերի համայնքային ոստիկաններին 250,000 ՀՀ դրամի փոխարեն ոստիկանները մոտ 500,000 դրամ կստանան։ Քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը եւս մտածել է այս հարցի մասին, ինչու 36 տարեկան մարդուն չի կարելի ոստիկանական ծառայության անցնել։ Ավելին, առաջարկում է բարձրահասակության պահանջի փոխարեն օրենքում բարձր քաշի արգելք կիրառել։ Մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտները անգամներով բան են անում, գերազանցում են, մենք իրան բան չենք ասում։ Մարդը հիմա բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Բայց որ մարդը ասենք ենթադրենք 1.53 լինի, ընդ որում չեմ ուզում body shaming-ի մասին չի խոսքը, բայց ես կարծում եմ, որ այն զինվորական տրամաբանության ծառայության դեպքում մենք կարանք այդ ստանդարտը դնենք։ Կթվայնացվի տրանսպորտային միջոցի առքուվաճառքի եւ նվիրատվության հիմքով սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները։ Նախկինում, եթե մեր քաղաքացիները տրանսպորտային միջոցի առքուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման եւ նաեւ սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները պիտի անեին մի քանի անգամ ընդཐུպ մինչեւ հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով իրականացնել ամբողջ process-ը։ Թվայնացման գործընթացը կնպաստի նաև առքուվաճառքի առավել քաղաքակիրթ եղանակների անցմանը։ Փաշինյանն օրերս է անցել ավտոշուկայի կողքով եւ շուկայի տեսքը եւ գործունեության ձևերն անընդունելի է համարում։ Այդ տեղը ինչի է այդքան գրավիչ, որովհետեւ այնտեղ ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ եւ ընդհանրապես հարկ չկա, կամ հիմնականում չկա, կամ դե հիմի այստեղ արդեն եկանք հասանք, իսկ ուր է նայում պետական եկամուտների կոմիտեն, իսկ ուր է նայում ոստիկանությունը, իսկ ուր է նայում Երևանի քաղաքապետարանը, իսկ ուր են նայում տեսչական մարմինները։ Գևորգ Պապոյանի «Մենք ենք եւ Ավստրիան» արտահայտությունը կառավարության անդամների մոտ ժպիտ առաջացրեց, բայց խոսքը սպանդանոցային մորթի ծրագիրն Ավստրիայի փորձով իրականացնելուն էր վերաբերում։ Ամբողջ դահլիճը ժպտում է, որովհետեւ բոլորս հիշել ենք «Մենք ենք եւ Ավստրիան» արտահայտությունը։ Եվ դրա համար եմ բոլորը ժպտում, այլ բան չմտածեք։ Նախագծով առաջարկվում է սպանդանոցային մորթի սուբսիդավորում իրականացնել ֆերմերների համար։ Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերուր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավել քան 10,000 դրամ, օրինակ եթե 8,000 դրամ է, մենք 8 կվճարենք, 10, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000-ը, 1,000 դրամը քաղաքացին է վճարում։ Ինստիտուցիոնալ թերությունների մասին խոսելիս Փաշինյանը հիշեց 3 շաբաթ առաջ ընթերցած շրջանառության հարկի փոփոխության վերաբերյալ քաղաքացու նամակը, որի պատասխանն իր թերացմամբ չի ընթերցել, ասում է այսօր է լրացնում բաց թողումը։ Տեղեկան քաղաքացի Մկրտումյանի գրության վերաբերյալ Առքուվաճառքի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա են օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորած առևտրական առքուվաճառքի գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը,
ինչպես նաև իրացման եւ վարչական ծախսերը։ Միաժամանակ իրացման եւ վարչական ծախսերի մեջ ներառվում են նաև գրությամբ ներկայացված ծախսերը, մասնավորապես առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող տարածքի վարձակալական վճարի։ Պեկ կայքում այս նույն հարցերի պատասխանները ընդլայնված տարբերակով տեղադրված է։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։